Գյումրու քաղաքապետի հետ կատարվածն եմ ուզում նախ ցույցում անդրադառնանք այն ձևով, այն մեթոդներով, որ նրան իրավապահները տարան, այդ նաև դրան անդրադարձեք եւ այս ամեն ինչը ձեզ ինչ է հուշում, իշխանությունները ինչ են ուզում այս պահին անել Գյումրիի։ Դե ձևի հետ կապված արդեն կարծիքներ շատ է հնչել, բնականաբար ձևը կարելի է նաև այդ նույն բանը անել ծանուցելով եւ ես կարծում եմ, որ ծանուցելու պարագայում դժվար թե քաղաքապետը խուսափեր, փախչեր, չգնար այդ քննությանը, հասկանալի է, որ այդտեղ ցույց տալու բան կար, ահաբեկելով այդ ամեն ինչը կազմակերպել եւ նաեւ դրանով գյումրեցիներին, դրանով մյուս քաղաքական թիմերին ինչ որ ասելու, այսպես ասեմ, մեծ ինչ կար, որը իրենք փորձեցին իրան չափով տալ։ Ընդդիմությունը շատ է, իշխանությունը շատ է անդրադառնում ձեր ստատուսին, որտեղ դուք նշել եք, որ ասողին լսողը պետք եւ նրանք ասում են մենք այդքան ձեզ զգուշացնում ենք, որ այս ամեն ինչը կարող էր տեղ ունենալ։ Ինչ չլսեցիք, հիմա այդ հորդորը ում եք ուղղում, ձեզ պետք է ուղղեիք։ Նախ միանգամից ասեմ, որ այդ հորդորը կոնկրետ ուղղված չէ Վարդան Ղուկասյանին, հենց որ շեշտադրված տանեն, որ այդ ասում էր Վարդան Ղուկասյանին, քանի որ ես սովորություն չունեմ նեղության մեջ գտնվող մարդուն, պրոբլեմի մեջ հայտնված մարդուն, էլ ավելի, այսպես ասեմ, ճնշել կամ ինչ որ խնդիրներ իր համար առաջացնեմ, խոսքը վերաբերվում էր նախընտրական շրջանում այն ամեն ինչի մասին, որ ես խոսել էի, ասել էի իշխանությունների քայլերի հետ կապված մնացածի մեկը խոսքը դրան էր վերաբերվում, մյուսը հետընտրական շրջանում, այսինքն այն ժամանակ, որ բոլոր լրագրողները այն ոչ ու բարով ճագերտավոր բլոգերները, վերլուծաբանները, ովքեր որ, այսպես ասեմ, ընկած Մարտուն Գրիգորյան էին մանկալից ամբողջ Հայաստանով մեկ շտաբեցնում էին հայդարարի մի ուշացրա, չգիտեմ, տարատեսակ վիրավորանքներով ու մյուսով, այդ ընթացքում ես տարբեր հանդիպումներ եմ ունեցել, տարբեր տարբերակներով վերլուծություններ իմ թիմագիծների հետ եւ բոլորին այս մասին մանրամասը ես տեղեկացրել եմ քաղաքական ուժերին, անհատ գործիչներին, բոլորին այս իրավիճակները տեղեկացրել եմ, կարելի ասել նախապես հաշվի առնելով այս իշխանությունների ձեռագիրը, հաշվի առնելով այս ամեն ինչը, բնականաբար այս ամեն ինչը սպասելի էր, իսկ ես այդ ընթացքում ինչ էի ասում, ես ոչ թե քաղաքապետի պաշտոնի կռիվ էի տալիս, թե չէ Վարդանը չէ ես, այլ ես առաջարկում էի տարբերակ, որպեսզի հավաքական ընդդիմության հաղթանակը չմխսվեր։ Իմ ասածը այդ է եղել, որ տարբերակ ու պլյուս դրան բոլորի հետ հանդիպումների ժամանակ ես ալտերնատիվ տարբերակ առաջարկել եմ։ Այդ տարբերակը հասկացել ենք, որ պետք է այսպես այնպեսի մարդ լիներ քաղաքապետ, որ այսպես թիրախում չհայտնվեր այդ մասով խնդիրն էր, որ հաշվի առնելով քաղաքապետի վրա նախկինում եղած գործերը, բայց ոչ միայն շեշտը դրել էի կոնկրետ այդ գործերի վրա, այլ շեշտը նաև դրված էր հաշվի առնելով նաև իր խառնվածքը։ Արդյոք այս իրավիճակում, արդյոք այս իշխանությունների հետ այդ խառնվածքով հնարավոր էր քաղաքը պահել եւ այդ ընդդիմության հավաքական հաղթանակը կարողանալ մինչև վերջ առաջ տանել։ Իմ ասածը այդ է եղել ու ցավոք սրտի այդ ընթացքում մարդիկ մտածում էին, դե ես ավելին չեմ պայքարել, որովհետեւ տպավորություն չլինի, թե ատորակրվի խնդիր է, իսկ այդտեղ բոլորը լավ հասկանում եք, եթե ես այդ ժամանակ կոնկրետ հայտարարել էի ընտրություններից առաջ, որ քաղաքացիական պայմանագրի հետ համագործակցություն չի լինելու, այստեղից էլ, այստեղ կանգնած առաջի օրվանից հայտարարել եմ եւ մինչեւ վերջ գնացել եմ իմ խոսքի տերն եմ եղել, պահել եմ, հաջորդ քայլը կամ Վարդան Ղուկասյանին ընտրելն էր, կամ քաղաքացիական պայմանագրի հետ համագործակցելը, կամ երրորդ տարբերակը ոչ նրան, որը տանելու էր ընտրությունների պրավալին, իսկ նոր ընտրությունների պարագայում երաշխավորված ասում են, որ
ինքը այդ ժամանակ քաղաքացիական պայմանագիրը 50+ հավաքելու էր։ Պարոն Գրիգորյան, Քանի որ ընդդիմությունը չէր կարողացել կազմակերպել, չէր կարողացել իր մեջ այդ հարցերը կարգավորել, բնականաբար դրանից հետո լիներ հիասթափություն ընդդիմության նկատմամբ։